Ողջույն, այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, ինչպես վերլուծել շուկան գրաֆիկական պատկերների միջոցով։ Գրաֆիկական պատկերները լինում են մի քանի տեսակի, բայց դրանցից ամենահայտնիները դա բառերն են եւ մոմերը։ Բառերի մասին չենք խոսա, քանի որ դրանք այդքան էլ տարածված չեն, չնայած նրան, որ ես կարողանում եմ լիովին կիրառել դրանք, հասկանալ դրանց կառուցվածքի ձևը, բայց այսօր կխոսանք ճապոնական մոմերի մասին, որ ամենատարածվածն են, որ օգտագործում են բոլոր թրեյդերները, թե սկսնակ, թե արդեն պրոֆեսիոնալ, թե ներդրողները երկարաժամկետ ներդրումներ կատարելու համար։ Մինչ բունյութին անցնենք, ցանկանայի շնորհակալություն հայտնել տեսանյութը դիտելու համար։ Մնացեք էջում, քանի որ հետաքրքիր դեռ առջևում է։ Եթե դուք հետաքրքրվում եք կրիպտոյով, ֆորեքսով, ֆոնդային շուկայով կամ առհասարակ թրեյդինգով, ապա այս թեման ամենակարևորներից է, կարելի ասել դա ֆունդամենտն է թրեյդինգ ուղին սկսելու համար։ Փորձեմ նկալ ճիշտ է, ես կարելի ասել առաջին անգամ եմ օգտագործում թե հիմա, բայց փորձեմ կարճ համառոտ ներկայացնել մոմերի տեսակները եւ ինչպես դրանք օգտագործել։ Ուրեմն մոմերը լինում են երկու տեսակի, դա ցլայինն է, կանաչ գույնի եւ արչային, կարմիր գույնի։ Մոմերը բացի նրանից, որ ունենում են մարմին, սա մարմիններն են, նաև ունենում են պոչեր։ Այսպես ցանկալի կներ լիներ սև գույնի, լավ, հեսա փոխանենք։ Սև հնարավոր է մի քիչ տգեղ ստացվել, կներեք, բայց կարևորը նկարի տեսքը չի, այլ բուն միտքը, այսինքն ինչ է իրենից ներկայացնում այս մոմերը։ Ուրեմն կանաչը մեզ հուշում է, որ շուկայում գերակշռում են գնորդները։ Ինչպես է կառուցվում այս մոմը։ Ուրեմն քանի որ հիմա կարմիրը մեզ այդքան էլ պետք չէ, ջնջեմ, որպեսզի չշեղվենք, կանաչը։ Սա բացումն է, դա փակումը։ Մեկ վայրկյան, կարելի է նույնիսկ գրել, չէ, չի ստացվում գրել։ Բացում եւ փակում։ Իսկ այս պոչերը դա մոմի մաքսիմումն ու մինիմումն են, որը նաև անվանում են high կամ low։ Պիկերն են, կարճ կոնկրետ։ Դրանք էլ նշեմ։ Կարամ գրեմ մաքսիմում, հակագծերի մեջ high եւ մինիմում, հակագծերի մեջ low։ Ինչ է իրենից ներկայացնում սա, ոնց է այս մոմը ձևավորվում։ Երբ որ մոմը բացվում է, ինչ որ X ժամանակում, օրինակ ժամը 12-ին գիշերը, որոշ ժամանակ անց, դա կարող է լինել 1 րոպե, դա կարող է լինել 10 րոպե, դա կարող է լինել 1 ժամվա ընթացքում շուկա մտնում են կամ շորտ պոզիցիա բացողները, կամ զուտ վաճառողները, սպոտով, ովքեր ունեն այդ ակտիվը եւ որոշում են վաճառել։ Այդ ժամանակ գինը իջնում է։ Որոշ ժամանակ անց շուկա են մտնում արդեն գնորդները, որոնք ճնշում են այս վաճառողներին եւ շուկան բարձրանում է վերև։ Բարձրանում է ձևավորելով պիկ, այսա։ Ու էլի որոշ ժամանակ անց հավանաբար գնորդները արդեն դուրս են գալիս շուկայից, որովհետեւ այստեղ պատկերացրեք, այստեղ իրենք գնում են ու այսքանը, ասենք, կազմում է 5%։ Որոշները կարճաժամկետ թրեյդ են արել, դուրս են գալիս իրենց պոզիցիաներից, իսկ որոշներն էլ զուտ ուղղակի գնել ու վաճառել են սպոտ շուկայում, իրենց համար հերիք էր 5%-ը, իրենք արդեն գնել են, ստացել են այն շահույթը, որի համար մտել են շուկա, վաճառում են կամ ընդհանրապես են գալիս շուկայից, այդ ընթացքում որոշ շորտ անողներ կամ վաճառողներ վաճառում են ու գինը կրկին 12:00-ում փակվում է այստեղ, ձևավորելով այսպիսի մի պատկեր։ Սա բառն է, որը որ խոսում ենք ամենասկզբից, որ ասացի այդքան էլ տարածված չի, բառերով այդքան էլ շատ չեն օգտվում, անոնց Հայաստանում ես չեմ տեսել, որ մարդիկ բառերով գրաֆիկական պատկերներ անալիզ անեն։
Այս ամեն ինչը այսպես որ գծենք դառնում է նույն մոմը, այսպես ձևավորվում է մոմը։ Իսկ արշային մոմը կարմիրը ձևավորվում է նույն ձև, ուղղակի ի տարբերություն կանաչի բացվում է այստեղից եւ փակվում է այստեղ, կարմիրը բացվում է վերևից եւ փակվում է այստեղ։ Նույն պրինցիպով 12:00-ին օրը բացվավ, մի պահ մտնում են շուկա գնորդները, որից հետո վաճառողները ճնշում են գնորդներին, գինը իջեցնում են ներքև ու արդեն շուկան փակվելու ընթացքում ու այնտեղ լինում են սեսիաներ, որի մասին խոսենք դեռ հետագայում, երբ է շուկան ավելի ագրեսիվ, երբ է շուկան ավելի հանգիստ, երբ է շուկան ընդհանրապես նեյտրալ, որ ոչ գնորդներ կան կարելի ասել, ոչ վաճառողներ, այլ այդ ժամանակ հավանաբար աշխատում են բոտեր շուկայի վրա, ինչ որ լուրջ ազդեցություն չի տալիս։ Այնուհետև օրվա վերջում որոշ գնորդներ փակում են շուկան, ձևավորելով այսպիսի մոմ։ Սա արչային մոմն է, էլի նույն ձև high եւ low։ Ինձ թվում է այսքանը հասկանալի է։ Եթե ինչ որ մի բան չեմ ասել կամ ինչ որ մի բան հետաքրքրում է ձեզ, որ ուզում եք ավելի շատ բան իմանալ մոմերի մասին, խնդրեմ գրեք մեր chat-ում, որպեսզի ես ավելացնեմ այն տեսանյութի մեջ կամ մյուս տեսանյութերում խոսենք դրա մասին։ Ինչի համար են մարդիկ թրեյդերները շատը օգտագործում մոմերը, ոչ թե բարերը, որովհետև բարերը իրենցից միայն ներկայացնում են բացում եւ փակում, կամ հակառակը։ Այսպես, բացում, փակում։ Սա իջնողն է, սա բարձրացողը, բայց եկեք համաձայնվենք, որ այս երկու բառերը ոչ մի բան չեն ասում մեզ։ Այսինքն ինչ է սա, ոչ մի բան։ Լինի ինքը կարմիր գույնի, կանաչ գույնի, սև գույնի, տարբերություն չկա, ինքը ինչ որ լուրջ ինֆորմացիա չի տալիս, բայց ի տարբերություն բառերի ճապոնական մոմերը իրենցից ներկայացնում են այսպես ասած պատկերներ, որ անվանում են pattern-ներ, այսինքն կարա լինի մեկ մոմից բաղկացած, կարա լինի երկու մոմից բաղկացած, այսինքն այդ pattern-ը մեզ հուշում է, որ շուկան շատ հնարավոր է իջնի, բարձրանա կամ մնա նույն տեղում նույնիսկ։ Հիմա պատկերացնենք մակարդակների մասին խոսանք հավանաբար մյուս տեսանյութում, որը ես ուզում եմ այդտեղ խոսամ TradingView-ի մասին, այդ պլատֆորմայի մասին, ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում, ինչ գործիքներ կան այնտեղ, ինչպես կարելի է նույնիսկ TradingView-ի միջոցով trade անել, չմտնել ինչ որ այլ բիրժաներ, եւ զուտ բիրժան միացնել TradingView-ին եւ trade անել։ Հիմա պատկերացնենք ունենք այսպիսի մի մակարդակ, որը մեզ հուշում է, որ այս գնի մեջ, օրինակ $102-ում, ինչ որ մի բան պետքա լինի։ Այսինքն գինը, եթե հասնի այստեղ, արդյոք կջարդի այն, թե ոչ։ Այսինքն արդյոք կիջնի ներքև, թե հակառակը, այստեղից կբարձրանա վերև։ Հիմա որպեսզի հասկանանք ինչ է կատարվելու, մեզ այդ ժամանակ օգնում են pattern-ները։ Այ օրինակ այսպիսի մի pattern, ինչ է հուշում մեզ այս մոմը, օրինակ։ Մոմը մեզ հուշում է, որ վաճառողները ամեն կերպ վաճառում են շուկան, գնորդները ոչ մի ձև չեն կարողանում դիմակայել։ Հասնում են շատ կարևոր մակարդակին, որը կարող է լինել նույնիսկ պատմական մակարդակ, այսպես ասեմ, այսինքն շատ հնարավոր է այս մակարդակը, օրինակ ձևավորվել է, չգիտեմ, ասենք 2024 թվականին, 2 տարի հետո շուկան վերադառնում է այստեղ։ Ինչ պետք է լինի այստեղ, այսինքն ինչ որ մի հատ լուրջ իրադարձություն։ Այստեղ լինելու են բազմաթիվ լիմիտ օրդերներ հավաքված, հավանաբար։ Գնորդները թույլ չեն տալու, որպեսզի շուկան իջնի ներքև, բայց ինչ է հուշում մեզ այս մոմը։ Մոմը հուշում է, որ այս պոչը վերցրել է բոլոր ստոպերը, այսինքն այն մարդիկ, ովքեր այստեղ որոշել են գնել, իրենց ստոպերը դրել են այստեղ ներքևները ու բացել են long պոզիցիա։ Սա այս ամեն ինչը մանրամասն ես հետո սա կբացատրեմ, ուղղակի ուզում եմ ձեզ ներկայացնեմ ինչ է իրենից ներկայացնում մոմ։ Հիմա եթե օրինակ դուք օգտագործեիք բառերը, կունենար այսպիսի տեսք։ Ու ինչ կհուշեր սա ձեզ, ոչ մի բան, հավանաբար ոչ մի բան, եթե ընդհանրապես դուք թրեյդինգով չեք զբաղվել, չեք մտել շուկա, չեք նայել գրաֆիկական պատկերներին, ընդհանրապես ոչ մի բան անալիզ չեք արել, այս բառը ձեզ ոչ մի բան չի ասելու, բայց նույնիսկ եթե դուք առաջին անգամ եք զբաղվում թրեյդինգով, նայելով սրան,
Դուք կարող հասկանաք, որ այստեղ ինչ որ մի բան է կատարվելու։ Այո, այս պոչը վերցել է բոլոր այդ ստոպերը, ու հիմա շուկան բարձրանում է վերև։ Հավանաբար լսել եք դուք YouTube-ով նայելով կամ ուրիշ տրեյդերներին նայելով, որ ասում են տարածված խնդիր կա, որ մենք մտնում ենք ինչ որ միտեղ, ստոպը դնում ենք ներքև, շուկա մեր ստոպը վերցնում է, ապա բարձրանում է վերև։ Դա անում է այս մոմը։ Նույն պրինցիպով այս մոմը կարողանում է այսպիսի հրաշք գործել։ Այսինքն, եթե շուկան բարձրանում է, նույն պրինցիպով կարող լինի կարմիր, կարող լինի կանաչ, ընդհանրապես տարբերություն չկա։ Այս մոմը մեզ հուշում է, որ այն մարդիկ, ովքեր զգացել են, որ սա լուրջ մակարդակ է, ու տրեյդերները չեն կարող այսի ջարդեն, իրանք այստեղ բացել են շորտ պոզիցիա ու ստոպերը դրել են այստեղ։ Այս մոմը հավաքել է ամբողջ այս ստոպերը ու իջնում է ներքև։ Ինչ է ստոպը։ Մանրամասն դրա մասին հետո կխոսենք, լիկվիդայնություն, ինչպես չլիկվիդանալ, X-երի մասին ենք խոսելու, նույնիսկ կրեդիտներ պլիչը, որը որ շատերը ասում են։ Հիմա կխոսեմ մոմերի տեսակների մասին։ Ամենահայտնիներից մեկը, ինքը կարող է լինել այս տեսքին, պատկերացրեցինք, ինքը կարող է լինի մոմ, այսինքն խաչի տեսքով։ Կարող եւ լինի այսպիսի տեսքով, կարմիր կամ կանաչ, տարբերություն չկա։ Սան անվանում են դոջի։ Դոջին այն մոմն է, որտեղ բացման եւ փակման գները գրեթե նույնն են։ Սա նշանակում է, որ շուկան անորոշ է, այսինքն որոշները գնել են օրվա ընթացքում, որոշները վաճառել են, անորոշ մոմ է։ Ինքը ոչ մի բան չի ասում, եթե չի գտնվում թրենդի մեջ, այսինքն եթե պատկերացնենք գինը գտնվում է ռեյնջի մեջ, եթե չգիտեք ռեյնջը, ասեմ կանալ, այսինքն գինը սեղմել են ինչ որ կներեք արժեթուղթը սեղմել են ինչ որ գնային սեգմենտի մեջ, օրինակ այստեղ $90 եւ այստեղ $80, ու շատ հնարավոր է, որ օրինակ չգիտեմ 3 տարի, 4 տարի գինը գտնվում է, ասենք հիմա պատկերացրեք գինը սա 2022 թիվն է եւ 2026 թիվ։ Գինը 4 տարի գտնվում է ռեյնջի մեջ, այսինքն չեն թողնում բարձրանա վերև կամ իջնի ներքև։ Այստեղ դոջին ընդհանրապես եղանակ չի փոխում։ Դոջին երբեք չօգտագործել ռեյնջի մեջ։ Հասկացաք, այսինքն շատերը ձեզ կարող են սովորեցնել, որ տեսնում եք դոջի ուրեմն նշանակում է, որ գինը հեսա հետադարձա լինելու դեպի ներքև կամ դեպի վերև, ոչ։ Եթե դուք օգտագործում եք մոմի տեսակը անալիզ անելու համար, միայն զուտ մոմի տեսակը քիչ է, որպեսզի դուք հասկանաք գինը քիչնի թե կբարձրանա։ Այ օրինակ, եթե դուք այդ նույն դոջին օգտագործում եք թրենդի ժամանակ, այսինքն լինի իջնող կամ բարձրացող, կարևոր չի։ Հիմա պատկերացրեք, այստեղ ունենք լուրջ մակարդակ, հենց այդ $90 վրա, ու գինը բարձրանում է վերև։ Այստեղ ձևավորելով դոջի, ինչ կարող եք հասկանալ։ Նայեք, պիկերը հարմացվում են գնալով դեպի վերև։ Գինը գնալով բարձրանում է վերև։ Բայց որոշ ժամանակ անց, չգիտեմ, մի քանի օր հետո կամ մի քանի ժամ հետո, բայց ձեզ խորհուրդ կտամ միայն օրականը, եթե օգտագործում եք մոմի pattern լուրջ անալիզ կատարելու համար, միայն ու միայն օրական։ Այսինքն 5 րոպեանոց, 15 րոպե, չգիտեմ, ու մինչև մի ժամ թեկուզ։ Մի ժամից արդեն կարելի է, բայց մինչև մի ժամ, այսինքն եթե մոմը իրանից ներկայացնում է 5 րոպեանոց, 5 րոպեանոց մոմը հիմք չի ընդհանրապես ինչ որ մի հատ գործարք բացելու համար։ 5 րոպեանոց մոմը հիմք չի։ Հիմա պատկերացրեք շուկան բարձրանում է վերև, այսինքն մի քանի օր անընդհատ բարձրանում է վերև, անընդհատ։ Էսի կառեկցիան է, կարանք նույնիսկ անվանենք վաճառողներ, չնայած կառեկցիա նշանակում է, որ շուկան դադար է տվել, պաուզա, հանգստանում է։ Բայց պատկերացնենք, որ վաճառողները միշտ փորձում են շուկան իջացնել ներքև, չթողնեն որպեսզի այն բարձրանա, բայց մեկը ինքը բարձրանում է ու օրերից մի օր ինքը ձևավորում է դոջի։ Այսինքն ինչ որ մի կետում մարդիկ չեն կողմնորոշում, հիմա արժե 90-ից ավել առնել, թե վաճառել։ Ու այստեղ արդեն, երբ գնորդները կասկածում են գնան առաջ թե ոչ, այդ ժամանակ մտնում են արդեն շորտ պոզիցիա բացողները, վաճառողները ու սկսում են շուկան իջացնել ներքև։ Այստեղ շատ հնարավոր է, որ դոջին աշխատի, բայց ոչ ռեյնջի մեջ։ Ռեյնջի մեջ դոջի չօգտագործեք։
Դե արդեն խոսացինք մուրճի մասին, ինչ են իրենից ներկայացնում, այսինքն այս մոմը հուշում է նրա մասին, որ ստոպեր են վերցրել ու հետ են եթալու, այսինքն եթե կա մակարդակ բարձրանում է, տեսնում ենք մուրճ, ուրեմն վերցրել է այս ստոպերը ու իջնում է ներքև, սա ինձ թվում է պարզ է, ինչի ես չեմ խորանում այդքան մոմերի տեսակների վրա, փաթերների վրա, քանի որ չեք օգտագործելու դրանք, հիմա այս բան հետաքրքիր է, ես նույնիսկ ունեմ կարելի ասել գիրք պատերների մասին, մոմերի տեսակների մասին, բայց սա ձեզ պետք չի գալ, ես ձեզ վստահեցնում եմ։ Հիմա ամենահայտնի պատերն է, engulfing, նույն պագլաշինի է, եթե ռուսերենով եք նայելու YouTube-ում ինչ-որ դասեր, ինչ է իրանից ներկայացնում engulfing-ը, երկու մոմից բաղկացած պատեր, դա կարող է լինել ցելային և արջային։ Հիմա ինչ է իրենից ներկայացնում engulfing-ը, սա նշանակում է, որ շուկա մտել են գնորդները ու հաղթում են, այսպես ասած, վաճառողներին, այս մոմը կլանում է այս մոմին, սա շատ լուրջ ազդանշան է, որ շուկան անցնում է վաճառողներից դեպի գնորդների, շատ լուրջ ազդանշան, եթե ինքը օրականը, շաբաթական, ամսականի մասին չեմ խոսում, եթե ամսական engulfing կա, կլանում, այսինքն այդ 99% լինելու է այն, ինչը իրենց ներկայացնում է pattern-ը, հետագայում արդեն ձեզ ցույց կտամ ինչպես են մոտ գործում այստեղ եւ այլն եւ այլն, սա նշանակում է, որ շուկան անցնում է գնորդներին, իսկ մյուսը ճիշտ հակառակը, այսինքն գնորդները անընդհատ գնել են մի քանի օրվա ընթացքում ու օրերից մի օր շուկան փոխել է իր դիրքը, մտել են վաճառողները ու որոշում են փոխել թրենդը բարձրացողից դեպի իջնող, սա engulfing-ն է, ուզում եմ որ հիշեք, նող поглощение ռուսերեն, եւ անգլերեն engulfing, այսինքն անկախ նրանից, թե դուք ինչպես եք ուզում նորություն ինֆորմացիա ինչ-որ հայթայթել ինտերնետից, խնդրեք միայն սա, պարզ է հայերենով չգտնի, քանի որ ես չեմ տեսել մարդկանց, ովքեր անվճար ինֆորմացիա են տրամադրում, ռուսերենով поглощение, անգլերենով engulfing, մանրամասն կարող եք նայել ինչ է դա, եթե ուզում եք կարամ ես էլ ներկայացնեմ, ուղղակի ուզում եմ մաքսիմում փորձեմ կարճ տեսանյութ սարքեմ մոմերի մասին, ու առանց այդ արդեն երկար ստացվեց, մոտ մի կես ժամ ինձ թվում արդեն։ Մի շատ կարևոր նախազգուշացում, չեմ զլանա մեկ անգամ եւս կրկնեմ, շատ կարևոր է հասկանալ, մոմերը չեն տալիս 100%-անոց ճշգրիտ կանխատեսում, դրանք պետք է օգտագործել այլ գործիքների հետ միասին, այսինքն ինչ-որ մակարդակների հետ, եթե դուք հետաքրքրվում եք smart money կոնցեպտով, այսինքն դե կարող եք օգտագործել Fibonacci թվերի հետ, չգիտեմ, premium discount զոնայի հետ, ինչ-որ մի բանի հետ դա պետք է համատեղեք, որպեսզի իմաստ ստանա, այսինքն եթե շուկան բարձրանում է ու դուք տեսնում եք engulfing կլանեց, այսինքն սա հուշում է, որ շուկան ուզում է կամ արդեն փոխում է իր ուղղությունը դեպի ներքև, բայց եթե շուկան գտնվի այսպիսի range-ի մեջ ու դուք տեսնեք engulfing, սա դեռ չի նշանակում, որ շուկան կարող է բարձրանալ, սա ընդհանրապես ոչ մի բան չի ներկայացնում իրենից, հնարավոր է դրանից հետո շուկան բարձրանա վերև, բայց չի կարելի այդ ժամանակ ինչ-որ գործարք բացել, դա կլինի անհիմն մուտք, իսկ ինչքան շատ անհիմն մուտք, այդքան դուք կորցնելու եք ձեր դեպոզիտը։ Մեր հաջորդ տեսանյութում ես մանրամասն կխոսամ, թե ինչպես ճիշտ օգտագործել դրանք, այսինքն ցույց եմ տալու այստեղ trading view-ում ոնց պետք է այդ ամեն ինչը համատեղել իրար հետ, այսինքն մակարդակ, հենց կակրած նայեք շատ հետաքրքիր բան։ Սա range-ը, ինչի մասին ես խոսում եմ, այսինքն գինը բարձրանում է, իջնում է անկանոն շարժ, ու սա հենց նույն Պագլաշինյանն է։ Որը ոչ մի էֆեկտ չտվեց, որովհետև ինքը գտնվում է range-ի մեջ, իսկ եթե նայեք
Trend-ի մեջ, օրինակ, նայեք, բարձրացող trend, ու այստեղ ունենք engulfing, նայեք, որ աշխատում է։ Հետո մանրամասն խոսենք սրանց մասին, երբ պետք է օգտագործել, երբ չի կարելի ընդհանրապես օգտագործել։ Մյուս տեսանյութում խոսել եմ trading-ի մասին, կոդիրովկեք, ինչպես ավելացնել, ինչպես օգտագործել այս գործիքները, trend line, տոկոս հաշվել եւ այլն, ինչպես են բացում պոզիցիան, ամեն ինչ մանրամասն խոսենք։ Ես խորհուրդ եմ տալիս նայել բոլոր տեսանյութները, անկախ նրանից դա ձեզ ինչ որ բանով կօգնի թե չէ։ Ճիշտ ասած, ես հասկանում եմ, որ ես հնարավոր է այդքան էլ լավ չեմ բացատրում, խնդրում եմ մեկնաբանություններում կնշեք։ Կարևոր է, որպեսզի դուք նայեք այդ վիդեոները, շատ կարևոր է։ Քիչ թե շատ դա ձեզ ինչ որ ինֆորմացիա կտա։ Ուզում եմ ասեմ, շատ նայեք գրաֆիկաները, շատ, որպեսզի ինչ որ մոտավոր պատկերացում ստանաք, թե ինչ է թրեյդինգը։ Դասընթացներից հետո հանկարծ փորձել գործարք բացել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես գործարք մի բացեք, չվռազեք, մտնեք շուկա։ Հիշեք, որ դուք մտնում եք այդտեղ փող աշխատելու համար, ոչ թե փող տալու համար։ Ես ձեզ խորհուրդ կտամ արդեն հետագայում բոլոր դասընթացները նայելուց հետո միայն դեմո հաշիվ բացել։ Երբեք չլսեք ոչ մեկին, որ դեմո հաշվով գործարք չբացեք, որովհետև այնտեղ էմոցիա չկա, ձեզ էմոցիա պետք չի։ Սա աշխատանք է։ Դուք հաստատ ունեք ինչ որ աշխատանք, որով որ զբաղվում եք, չգիտեմ, մեկը բանվոր, մեկը իրավաբան, մեկը բժիշկ, չգիտեմ։ Վերաբերվեք այս գործին, ինչպես ձեր գործին։ Այսինքն մինչև պրակտիկա դուք չունենաք, մինչև չսովորեք, հետո չանցնեք պրակտիկայի, դուք չեք անցնում աշխատանքի։ Նույնն էլ սա։ Սովորելու եք պրակտիկա անցնեք դեմո, հետո նոր արդեն մտնեք իսկական շուկա։ Չլսեք ինչ որ տենց թրեյդինգ գուրուներ են ասում, մասնակիցներ են ասում, կարևոր չի։ Ոչ մեկին չլսեք։ Իրենց նպատակն է, որպեսզի գովազդեն trading մասնագիտությունը, գովազդեն trading view-ն, գովազդեն Binance, Bybit, չգիտեմ ինչ բիրժաներ, որպեսզի դուք մտնեք այնտեղ, կորցնեք գումար, իրանք դրանով աշխատեն։ Իսկ թե իրենք ո՞նց են աշխատում այդ գումարը, շատ բարձ պրիմիտիվ օրինակներից մեկը նա է, որ դուք կարող եք մտնել բիրժա, օրինակ իրանց referral կոդով, referral սիլկայով, այսպես ասած, իրանք դրանից տոկոս են ստանում։ Եթե պատկերացրեցիք ինչ որ մի հատ trader, ով ունի content, այսպես ասած 10-15 հազարանոց պատվիշիկներից, հետևորդներից, հայերեն խոսակ, հետևորդներից բաղկացած 15,000-ից եթե 1000-ը նույնիսկ իրենց referral կոդով մտնեք, օրինակ Binance, ու Binance-ը ամեն մեկի համար տա $10 փող, ու չգիտեմ էլի ինչքան է, օրինակ $10,000 գումար է դա։ Իրանք աշխատում են այդ ուղղության վրա, բացի դրանից իրանք աշխատում են ձեր տված փողերով։ Այսինքն մատ ինքներդ հարց տվեք, եթե իրանք trading-ից աշխատում են լավ գումարներ, ինչի իրանք չեն զբաղվում trading-ով, այլ ձեզ են ուսուցանում։ Մի հատ խորը էլի մտածենք։ Լավ, դրա մասին հետո խոսենք։ Այսպիսով ամփոփենք, ճապոնական մոմերը շատ հզոր գործիք են, որոնք օգնում են հասկանալ շուկայի շարժը։ Եթե ցանկանում եք դառնալ հաջող տրեյդեր, ապա պետք է սովորել ճիշտ կիրառել դրանք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն դիտելու համար։ Եթե տեսանյութը օգտակար էր, կխնդրեմ բաժանորդագրվել մեր Telegram-յան ալիքին, TikTok ալիքին, Instagram-յան, տարբերություն չկա։ Հիշեցնեմ, որ կարող եք գրել մեկնաբանություն մեր խմբի chat-ում։ Եք ինչ թեմաներ կուզեք տեսնել հաջորդիվ, կամ ինչ տվեց ձեզ այդ տեսանյութը։ Նա 2 տեյով chat։ Մտեք իլ chat։ Կամ գրեք, հետագայում լինելու են այլ տեսանյութեր, սկրիններ, գործարք արդեն կատարած սկրիններ, գործարք բացելուց առաջ սկրիններ, կարող եք այնտեղ դուք էլ ձեր սկրինները ուղարկել գործարքների, շփվենք իրար հետ, չգիտեմ, քննարկումներ անենք, ինչ եք առաջարկում, Bitcoin գնել թե ոչ, Ethereum գնել թե վաճառել, թե ընդհանրապես ֆոնդային շուկա ամերիկյան մտնել, ռուսական թեկուզ, կամ ընդհանրապես զբաղվել օգտակար հանածոների տրեյդով, նավթ, ոսկի եւ այլն։ Այս պայն այսքանը, եւս մեկ անգամ շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութներում։